Ողջույն հարգելի ջրհոսներ, սա ձեր ֆինանսական կանխատեսումն է, քարտերով իհարկե 2026 թվականի համար, բոլոր ամիսների համար, հատ առ հատ, ինչպես որ ասում են։ Մեկնաբանություններում կլինի ժամերը, բոլոր ամիսների, որը կարող եք տարվա ընթացքում հետ վերադառնալ, նայել, որը որ դուք ցանկանում եք, որ ամիսը որ ձեզ հետաքրքիր է, կարող եք վերադառնալ նայել։ Իսկ YouTube-ում ստեղծել եմ հատուկ պապկա, հատուկ playlist է կոչվում, կախված է թե ով ինչ լեզվով է նայում։ Այդ playlist-ում կարող եք գտնել 2026 թվականի գումար, ֆինանսը, այդպես է գրված, կարող եք գտնել եւ հետո փնտրել ձեր նշանը եւ նայել մեկ այլ ամիս, եթե ձեզ հետաքրքիր է, որտեղ դժվար թե հիշեք այսքանը։ Բնականը շատ է եւ դժվարությամբ էլ կհիշեք։ Եվ մի մոռացեք լայքերի մասին, մի մոռացեք բաժանորդագրվելու մասին, իհարկե լայքերը նրա համար են, որ շնորհակալություն իմ աշխատանքի համար, ոչ թե ձեր կանխատեսումը, որտեղ ես պատասխանատու չեմ։ Ես դեռևս որոշ չափով պահում եմ կոռեկտության սահմանը եւ շատ ավելի նշանակությունները ավելի շատ են, քան ես ասում եմ։ Իհարկե վատ նշանակությունները։ Այդ փորձում եմ դա խորհրդի տեսքով ձեզ ներկայացնել։ Եվ պետք է հասկանալ, որ սրանք իրոք խորհուրդներ են ձեզ ամբողջ տարվա համար եւ միմիայն վերաբերվում են ֆինանսներին։ Միմիայն չի վերաբերվում աշխատանքին, համիգուցե ինչ-որ բառերով ես նշեմ, այս կարող եք աշխատանք կամ բիզնես բացել, բայց դա եւս բերում է նրան, որ ոնց որ աշխատավարձը բարձրանա կամ բիզնեսը ձեզ հաջողություն բերի կամ ֆինանսական եկամուտներ բերի, ոչ թե հատուկ կգտնեք այս աշխատանքը կամ ոչ։ Սա ձեր ֆինանսական վիճակն է, ինչպեսին կլինի, լավ կլինի, վատ կլինի, վատի դեպքում մենք ենք մեղավոր, կամ չենք փնտրում աշխատանք, կամ այն տարիքում ենք, որ չենք կարող գտնել աշխատանք եւ ստիպված ենք արդեն այն աշխատանքներն անել, ինչը որ հարկավոր է, եւ եթե ոչ, ապա նստում ենք տունը եւ նեղվում ենք ֆինանսներից, չէ՞, այդպես է ընդհանրապես, այդպես է։ Կամ որևիցե ինչ-որ բաներ ենք հորինում, սայթերով ենք վաճառում, այստեղ, այնտեղ ենք հայտարարություններ տեղադրում եւ այլն։ Դա հենց կոչվում է միմիայն ֆինանսները, որ մարդը ֆինանսական դժվարություններ կունենա այս ամսում, թե ոչ։ Կամ ինչ-որ ներդրումներ կարող եք անել, ներդրումներն է դա օրինակ ինչ-որ ապարատ գնելը, ոնց որ ես եմ գնել ապարատ, դեռ մինչև հիմա ինքը կիսափչացած տանն է, ոչ ուղարկում ենք, ոչ էլ որ նայեն, այդպես մնացել է։ Ինտերնետին չի միանում, որպեսզի իր գործողություններն անի, ինչ-որ մի բան է խախտված մեջը, այդպես է մնացել է, արդեն 1 ամիս է ավել, ոչ տանում ենք, ոչ էլ։ Ահա։ Նրա համար դա է ներդրումը, որ ինչ-որ մի բան կարող է գնել, ինչ-որ մի բան ստեղծելու համար, ինչ-որ մի բան անելու համար։ Գնայինք ընդհանուր ֆոնը 2026-ի, թե ինչպեսին կլինի ձեր 2026 թվականը ֆինանսական առումով, դուք ոգևորված արդյոք կլինեք շատ գումար վաստակելու, թե ուղղակի ձեզ համար միևնույն կլինի, ինչքան կլինի։ Ձիու նշանը տեղադրել եմ, վերջերս ենք գտել, ինչ-որ մի տեղ ենք տարել մտցրել, չենք գտնում, տեղադրել եմ, դեռևս կանխատեսումների ժամանակ կտեղադրեմ, հետո կմաքրեմ աղաջրով եւ կտեղադրեմ իհարկե տոնածառի վրա։ Դեկտեմբերի 31-ին կտեղադրեմ հետ կտեղադրեմ, չնայած որ հիմա տեղադրված է, միգուցե սա պահեմ ինձ մոտ, որպեսզի կանխատեսումների ժամանակ ինքը միշտ արկա լինի այս ամիս, բայց երևի տոնածառները հետո տեսնեմ կլինի հանել թե ոչ, կամ թող մնա։ Ահա, ուրեմն տեսնենք ջրհոսների համար 2026 թվականը ֆինանսական առումով ինչպեսին կլինի, ընդհանուր ֆոնը։ Տեսնենք ինչ է սպասվում, ինչպեսին կլինի, դուք ինչպես եք տրամադրված եւ իհարկե տարվա մնացած ամիսները, այսպես հունվար, փետրվար, չգիտեմ, երևում է գրվածքը թե ոչ։ Այդպես։ Անընդհատ չասեմ։ Միևնույնն է դեռ լիքը պետք է խոսեմ։ Ահա,
Եթե ձանձրանում եք այս հատվածը կարող եք առաջ տալ, դեռևս մեկ քարտեր էլ պետք է տեղադրեմ։ Ժամերը սկսվելու են հունվարից, ոչ թե ընդհանուր ֆոնից։ «2026 թվականը ֆինանսական առումով ինչ է սպասվում ջրհոսներին, ընդհանուր ֆոնը և իհարկե մնացած ամիսները»։ Տեսնենք։ Խառը տեղադրեմ, որպեսզի ճիշտ լինի, որովհետև վերև ներքև ևս էլի քարտեր կան, որոնք որ հարկավոր են։ Սովորաբար միշտ խառնում եմ, բայց 12 անգամ խառնելը դա հանցագործություն է։ Շատ մեծ հանցագործություն։ Ահա։ Կսկսենք ընդհանուր ֆոնից, ինչ էլ որ լսեք կանխատեսումների ժամանակ, պետք է հասկանաք, որ դրանք ձեզ զգուշացումներ են, մնացածը արդեն ձեր ձեռքում է։ Ինչ էլ որ երկուսն էլ գալարված են, նայեք, բայց իրենք երկուսն էլ տարբեր նշանակություն ունեն։ Մյուսը հաստատակամություն է նշանակում։ Այո, կգնաք առաջ, կցանկանաք ավելի ֆինանսապես կայուն լինել այս տարի, ավելի իմաստուն կերպով գնալով առաջ, ոչ թե ուղղակի հենց այնպես, հա, նաև շատ գայթակղություններ կարող են լինել ամբողջ տարվա ընթացքում, որ ավելի շատ գումար վաստակեք, ավելի ու ավելի հստակ որոշումներ կկայացնեք, հստակ ներդրումներ կանեք, որը որ կհասկանաք, հա, ոնց որ այստեղ տուզը դա ոնց որ ֆիքսված, որովհետև որոշում է, շատ կայուն, ճիշտ մտածված եւ իմաստուն կերպով, բայց այստեղ նաեւ կարող է օծերը ձեզ նախանձեն, հնարավոր է նաեւ փոխեն ձեր մտադրությունները, ձեր նպատակները, ձեր նախագծերը, դե համար փորձեք շատ գումար աշխատելու ժամանակ կամ եթե վաստակում եք ինչ-որ շատ գումար, մի ասեք ձեր 4 կողմը, որ դուք տեսեք, ես այսքան գումար եմ վաստակել եւ այլն, հարկավոր չէ նման բաներ անել։ Տեսնենք հունվարին, որովհետեւ դե նախանձները շատ կլինեն եւ հետո արդեն նախանձությունը, յուրաքանչյուր նախանձություն դա բերում է նաեւ անեծքի։ Հունվար ամսին հնարավոր է առաջ խաղացում, հնարավոր է հաղթանակներ տանեք, հաջողություն ունենաք ֆինանսական առումով, գուցե դե այստեղ եւս ինչ որ նոր սկսվող մի բան է, որը ձեզ եւս էլի հնարավորություն կտա։ Բայց մենք ունենք այստեղ նաեւ կտրող գործիքը, դա նշանակում է, որ գումարը կարող է կտրուկը հանկարծակի ընդհատվի, կորուստներ, սա պետք է ուղղակի հաշվի առնել այդ ամիս, որ յուրաքանչյուր դեպքում այստեղ դուք ունեք հաղթանակ, բայց այդ հաղթանակը կամ այդ ամբողջ գումարը պետք չի ինչ-որ միտեղ ներդնել կամ գնումներ կատարել կամ տալ ինչ-որ մեկին, այդ ամիս հնարավոր է նաև տուգանքներ, պետք է ուշադիր լինեք մեքենա վարելուց, պայմանագրերի խզում նաև, ինչ-որ բան է, որ հիմքից կարող է փոխվել ձեզ մոտ։ Եթե հաղթանակ է, այստեղ հիմքից կարող է նաև փոխվել ձեր ֆինանսական վիճակը դեպի լավը։ Պարտադիր չի այդ կտրուկ փոփոխությունները լինեն վատը։ Դուք այնտեղ ունեք հաղթանակ եւ դա նշանակում է, որ երկուսը միասին հաղթանակից հետո հա կտրուկ փոփոխություն դեպի լավը։ Ճիշտ է, կարող է ամսվա ընթացքում ինչ-որ քիչ ավելի գումարներ ստանաք կամ ավելի ուշանան գումարները կամ նվազեցում լինի աշխատավարձի, բայց հա ինքը չի ասում այստեղ երկու քարտով է։ Եթե միայն սա լիներ, ես այդպես կասեի, որ ֆինանսական վիճակը կվատթարանա այդ ժամանակահատվածում։ Կամ դուք ինքներդ այստեղ կարող է որոշեք եւ որևիցե մի գումարային եկամուտ կտրեք գցեք ձեր կյանքից, որովհետև դա ձեզ եկամուտ օրինակ չի բերում եւ անհրաժեշտություն չկա այդքան դրա վրա վատնելու ժամանակ։ Գուցե այդպես է կարող է արդեն մեկ այլ գործը լավ է ընթանում կամ աշխատանքի եք ընդունվում եւ մյուսը արդեն խանգարում է, ձեզ չեք կարողանում անել եւ կտրում գցում եք։ Տեսնենք փետրվարը ինչ է լինում։ Փետրվարը այստեղ ավելի սա
խելացի մարդու, իմաստուն մարդու քարտն է, որ մարդը ավելի իմաստուն կլինի եւ այստեղ եւս ֆինանսական խնդիրներ ես չեմ տեսնում։ Միայն հաջողություն է ձեզ սպասվում յուրաքանչյուր ոլորտում։ Կամ ինչ որ մեկն է, ումից որ դուք գումար կցանկանաք վերցնեք, կամ նաեւ խորհուրդ որևիցե։ Ամենայն դեպս, այստեղ այնպիսի մարդ է նկարված, պատկերված, որ նա գումարի խնդիր չունի այդ ամիսը։ Շատ ինչ-որ բարիքներ, շատ գումարներ այդ ամիս ոնց որ ձեզ այդքան էլ չեն հետաքրքրի, չեն գրավի, որ այս անեք, այն անեք։ Այստեղ եկամուտի պակաս չկա, եկամուտի խնդիրներ չկա, բացարձակապես, եւ այն մեթոդները պետք է դուք միշտ օգտագործեք այդ ամսին, որը միշտապես օգտագործել եք, օրինակ մի ասեք, այ փորձեմ այս մի սայթից պատվերներ անել, փորձեմ այս մի բանկում հաշիվ բացել, կամ չգիտեմ, այս մյուս բանկում էլ վարկվեր, հա ոնց որ փորձված արել եք այս բանկի հետ գործարք կամ եւ այլն, ոնց որ պետք է եւս այդպես շարունակեք։ Նաև դե հաջողությունը բնականաբար այստեղ հաջողություն ունեք, փայլուն գաղափարներ կունենաք այդ ամսվա ընթացքում, ֆինանսական վիճակի բարելավում, հարմարավետ ֆինանսական վիճակ, կյանք, այդպես նաև կարող եք բարեգործություններ անել, վաստակելու նոր հնարավորություն կունենաք, միգուցե դուք եք անում բարեգործություն, միգուցե ձեր հանդեպ են անում, օգնություն կարող է լինել, աջակցություն կարող է լինել, շահավետ ներդրումներ, սա նաև աղքատությունից դուրս գալու ելք է, որ եթե խնդիրներ կային, ապա դուրս կգաք, եկամտի նոր աղբյուրներ կունենաք, դե դռները բաց են ձեր առջև, այնպես որ պարտքերից դուրս գալու ելք կգտնեք, հաջող բանակցություններ, միգուցե պարտքեր հենց փակում վերջացնում եք, եւ բոլոր տեսակի եթե դժվարություններ ունեք, ապա այն կավարտվի ձեզ համար այդ ամիս։ Մարտ ամսին տեսնենք ֆինանսական հարցերում, այստեղ մի քիչ պայքար է գումար աշխատելու հետ կապված, իսկ կռիսներն էլ խորհուրդ են տալիս, այստեղ մանր-մունր խնդիրներ են, մանր-մունր ծախսեր են եւ մանր-մունր դժվարություններ են։ Կարող է չնչին գումարներ են մտնում ձեր տուն։ Եվ ոնց որ պայքար է ավելի լավ ֆինանսական կարգավիճակ ունենալու համար։ Համար փետրվարին եթե հնարավորությունը կունենաք գումարներ վաստակելու, ապա լավ կլինի դնեք մի կողմ, որովհետև մարտին նաև պետք չի ներդրումներ անել մարտին, վարկ վերցնել, պարտք վերցնել, որովհետև դրանք կկուտակվեն ձեզ վրա եւ դժվարություն կլինի դրանք վճարել։ Վճարել յուրաքանչյուր ինչ որ պայմանագրեր կնքել, դժվարություն կլինի, նաև կարող է այստեղ սխալ ներդրում անեք, կորուստ ունենաք գումարային, եւ ովքեր որ խնդիրներ ունեն ֆինանսապես կամ պարտքեր ունեք, կարող են այդ ժամանակ ուղղակի ձեզ հիշեցնել, որ պետք է տաք, եւ դա էլ հա ոնց որ խնդիրներ են, որոնք որ պետք է ազատվեք։ Կռիսը կրծում է ընդհանրապես, ուտում է եւ դա կարող է անիմաստ ծախսեր լինեն ձեզ համար, որ ծախսեք եւ դրանք ոչ պետքական կլինեն, ոչ հետո կօգտագործեք, այդպես ինչ որ անիմաստ բաներ են եւ պայքար է լինելու ավելի լավ դիրք ունենալ ֆինանսապես, բայց սխալ պայքար եք տանելու, սխալ տեղ եք ներդնելու, սխալ ապրանք եք գնելու, սխալ աշխատանք եք փնտրում, սխալ բիզնես է, հա, որ կորուստներ կարող է ունենալ։ Ոնց որ պայքարում եք ինչ որ մի բանը լավ լինի, բայց կարող է հակառակը լինել։ Դա համար ավելի հանգիստ պետք է գործեք այդ ամիս, ամեն ինչը պետք է հանգիստ անեք, ոչ մի շտապ, հա, ոչ մի բան մի արեք այդ ամսում։ Արագ գործելը դա կարող է կորուստներ ձեզ համար բերել։ Տեսնենք ապրիլ ամսին ինչը։ Նայեք ապրիլը եւս, հա, դժվարություններ են, բայց դուք կարողանում եք դժվարություններից դուրս գալ ամենակարևորը։ Նեղվածություն է ֆինանսապես, եւս էլի կարող է վարկի մերժում լինել, եւս էլի խնդիրներ գումարային, այստեղ բայց հա դուք կկարողանաք դրանից ելք գտնել, կկարողանաք գտնել ճիշտ ճանապարհը, որպեսզի այդ խնդիրներից ազատվեք։ Ամենակարևորը դա է, որ կարողանում եք դուք ճիշտ ճանապարհը գտնել։
Եվ հետո արդեն եթե ճիշտ մտածեք, հա, ոնց որ իմաստուն ձևով, ոչ թե վայ դժվարությունները, ավելի խորանաք այդ դժվարությունների մեջ, եթե ամեն ինչին ճիշտ նայեք, ճիշտ վերլուծեք, ճիշտ կարողանաք կառավարեք, դուք այստեղ կունենաք շատ լավ ֆինանսական հաջողություն, մեծ շահույթ, եթե նախագիծ են տվել, միգուցե դա է, հա, դժվար նախագիծ է, դժվարանում եք դա կարողանալ անել, բայց ի վերջո դուք կկարողանաք դա հիանալի ավարտել, եւ դրանով կարող եք նվաճում ունենալ, ճանաչում ունենալ, բարգավաճման շրջան կլինի։ Միայն եթե կարողանաք դուք դուրս գալ, եթե ինչ-որ խնդիր կա, այդ խնդրից դուրս գալ։ Եթե ինչ-որ մի բան է ձեզ տանջում, եթե դե չեն տալիս վարք, հա ոչինչ, դե չի լինում, դե ոչինչ։ Ամեն ինչի մի փոքր թեթև նայեք եւ ուղեղը սառը պահեք, որ կարողանաք ինչ-որ մի բան մտածել եւ անել։ Միգուցե աշխատանք եք գտնում այդ ժամանակ, եթե օրինակ աշխատանքություն եք, գուցե կողքից ինչ-որ բաներ եք անում, դա եք վաճառում, ընտանիքի անդամները, սա ձերն է, բայց միգուցե լավանում է ձեր վիճակը ձեր ընտանիքի անդամների շնորհիվ, դուք էլի նեղվում եք, էլի չեք աշխատում, բայց ընտանիքի անդամների մոտ է ամեն ինչ լավ եւ դուք ձեզ այդպես սկսում եք հետո լավ զգալ։ Կամ շատ եք ծախսել, հետո այստեղ սպասում եք ոնց որ ամսվա վերջը մինչև գա, որ կարողանաք գումար վաստակել։ Այստեղ եւս այստեղ խաբեություն է, ես մտածում եմ, այս քարտը եւ չի ընկնում ոչ մի ձևով։ Այդ ամիս յուրաքանչյուր բան պետք է վերանայեք, որովհետեւ այստեղ մեկը մյուսին հարված կա, հետևից հարված եւ ոնց որ երկուսից մեկը իրեն շատ լավ է զգում, մյուսը շատ տխուր։ Եվ այստեղ նաև կան ընտանիքի անդամները, կարող ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում, կամ ինքն է շատ գումար ծախսել, որ դուք եք նեղվում, կամ հակառակը, դուք եք ծախսում, իրենք են նեղվում, կամ իրենց չեք կարողանում հետո ապահովել, հա, եթե այսպես երկուսը միասին անմիջապես նայենք։ Նաև սա կարող է լինել ոմանց համար ժառանգություն կամ ժառանգության համար պայքար, ինչ-որ մարդկանց միջև, անշարժ գույքից եկամուտ կարող է լինել, կամ ընտանեկան խնայողություններ, որոնք որ կարող եք ծախսել, կամ ինչ-որ մեկը վերցնի ծախսի եւ հա ոնց որ դուք նեղվեք, ու այստեղ երկու մարդ է։ Համենայն դեպս ֆինանսապես այստեղ նեղվածություն չկա, բայց ինչ-որ կողքից ավելորդ ինչ-որ մեկը մի բան է արել, որից դուք նեղվում եք այստեղ։ Ռիսկի շատ մի դիմեք, հատկապես անծանոթ voice-ի ոլորտում, այն ինչ որ արնում եք, հենց դա էլ թող մնա, այդպես էլ թող մնա։ Կարող եք նաև ներդրումներ անել անշարժ գույքի մեջ, այստեղ անշարժ գույք վաճառել, գնել, վերանորոգել, կրկին վաճառել, հա, ինչ որ նմանատիպ voice բաներ կամ բրոկերություն կամ եւ այլն, բայց պետք է հասկանաք, որ կողքից ինչ որ մեկը փորձում է կամ հարվածել կամ կարող է, հա, ինչ որ մի ձևով խաբեություն սա լինել նաև։ Կամ ծախսել են չեն ասել, կամ խնայողություններին են կպել, կամ ժառանգությունը կիսում եք իրար մեջ, նեղվում եք մեկը մյուսի հետ, կամ տան հետ կապված է միգուցե խոսակցություններ էլի նորից ֆինանսական, հա, առումով, ով պետք է աշխատի, ով պետք է պահի տունը։ Հատուկ ֆինանսական դժվարություններ այստեղ չկա, բայց ինչ որ պահ կա, որ կարող եք նեղվել գումարի հետ կապված։ Տեսնենք հունիս ամիսը ընտրության ամիս է լինելու ձեզ համար, միգուցե այստեղ կարող է ձեզ խանգարել ձեր էմոցիաները, երկու եկամտի աղբյուրի միջև, միգուցե կամ ցանկանում եք կամ վախեր ունեք կամ բորբոքվում եք, որ սա անեմ, սա չէ, ինչի պետք է ես սա ամեն ինչ անեմ, հա, ինչ որ պահեր են եւ ուզում եք բաժանել երկու մարդու միջև ֆինանսական այդ պահերը, ու նաեւ ուղղակի ընտրություն է, որ ընտրեք, որն է ձեզ ավելի շատ եկամուտ բերում, այդ դա էլ շարունակեք, եւ դա կարող է կորցնեք ինչ-որ մի եկամտի աղբյուր հենց ձեր էմոցիաների ազդեցության տակ, սխալ ընտրություն կատարելով, կամ բորբոքված լինել, ոնց որ մարդը, ոնց որ մի քանի օր լավ հոգնում եք երկու գործից էլ եւ ասում եք, ուֆ, մեկը թողում եմ, ու ոնց որ այդ ազդեցության տակ, օրինակ փակում եք voice site, փակում եք voice ինչ-որ մի բան, հետո կարող եք փոշմանել, որովհետեւ այդ պահին այդ
ներվայնությունն է խանգարում։ Այստեղ կարող է հենց ընտանիքի անդամների հետ է կապված։ Ասեք դու էլ գնա աշխատի, ինչու պետք է միայն ես։ Կախված է ինչ կարգավիճակում եք։ Միգուցե ընտանիքի անդամներն են ձեզ ստիպում, որ դուք աշխատեք, միգուցե դուք եք միայն աշխատում ամբողջ ընտանիքի համար եւ եւս էլի պահ կարող է գալ այդ ամսում, որ նեղվեք, որ միայն դուք եք դա անում։ Բորբոքվում եք, կարող եք նաեւ արտահայտվել այդ մասին, որ միայն դուք եք անում։ Ինչ որ մեկը կարող է էլի այստեղ ինչ որ գնումներ կատարել, որից որ դուք կբորբոքվեք, որովհետեւ ոնց է մտածելով, որ միայն ես եմ աշխատում կամ այդքան կարող է չբավականացնել, նմանատիպ ոչե հարցեր կարող լինեն եւ եթե ինչ որ մի բան կորցնեք, ապա դա էմոցիաների ազդեցության տակ է, դա համար լավ մտածեք, ոչ թե նայեք, որ այսօր հոգնել եք, վաղը հոգնել եք, ոնց որ ես եմ, չէ, այս գործը թողնում եմ անընդհատ, որովհետեւ նյարդայնանում եմ, հետո նորից էլի մարդիկ են գրում, նորից էլի վերաբացում եմ, բայց դա ոնց որ էմոցիաների ազդեցության տակ է, գերհոգնածության եւ գուցե նաեւ ես օրինակ ինչ եմ զգում եմ անտարբերություն եւ էլ չեմ ուզում անել դա։ Հատկապես եթե ոնց որ եկամուտ չկա այդտեղից, դրա համար կարող եք չուզենալ անել։ Տեսնենք հուլիս ամիսը ինչ է։ Հուլիս ամիսը մի փոքր գայթակղությունների ամիս է, բայց ամենայն դեպս կգնաք ճամփորդության այդ ամիս, կգնաք հանգստանալու։ Այդ ամիս նաև պետք է խուսափել ուղղակի գայթակղիչ որևէ առաջարկներից, որ ձեզ կարող են առաջարկել, ներդրումներից, կասկածելի առաջարկներից, եւս պետք է խուսափել այդ ամիս։ Դա նաև կարող է ցույց տալ վճարման որևէ ժամկետ, որ այդ ամիս ինչ որ ժամկետ ունեք, սահմանված եւ այդ ժամկետների մեջ պետք է տեղավորվեք եւ ինչ որ մի բան վճարեք։ Ճանապարհորդության համար նաև սա գումարներ ծախսել է, գումար կարող եք խնայել, նաև եթե առևտրով եք զբաղվում, առևտրից կարող եք գումար գալ, այդպեսով գումար ստանաք։ Դա նաև գումար է, կամ դուք եք փոխանցում օտար երկիր, կամ այնտեղից է գումար գալիս, նաև ժառանգությունը, որը եւս կարող է գալ։ Սա նաև օտար երկրների ինչ-որ կարող այնտեղ ինչ-որ բան ունեք, բիզնես ունեք եւ այնտեղից է եկամուտներ գալիս կամ ուղարկում եք, օրինակ ապրանք եք ուղարկում այնտեղ, գումարը փոխանցել են, դուք ապրանք եք ուղարկում այնտեղ։ Եվ ֆինանսական հորիզոնների ընդլայնում է սա նաև նշանակում ներդրումներ ձեր բիզնեսում, բայց կարող են նաև լինել գայթակղիչ առաջարկներ, որը պետք է լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր այդ առաջարկությունները ընդունեք, միշտապեք այդ ամիս։ Գնանք օգոստոսը եւս հիանալի ամիս է ձեզ համար։ Այդտեղ կարող է առիթ ունեք, առիթի վրա եք գումարներ ծախսում կամ նաև առիթը ձերն է, դուք գումարները, բացի որ ծախսում եք, նաև գումարներ է գալիս։ Սա նաև նշանակում է կայուն վիճակ, սա հիանալի պահ է, հիանալի բարեկեցություն է սա նշանակում, բարգավաճում է նշանակում, դեպս տուզերը հիանալի են յուրաքանչյուր ոլորտի համար, տուզերը ամեն ինչ տուզը դա հաջողություն է միայն, եւ այստեղ եւս, ոնց որ մարդը գիտի ինչ է ուզում, ինչ պետք է անի եւ ինչպես է այն անելու, սա հաջողություն է, միայն հաջողություն, հաջողության հասնում, ձեր ցանկությունների իրականացում, նաև մոտիվացված կլինեք ինչ-որ գործեր անելու համար, նաև էներգիա կունենաք, որպեսզի ավելի շատ աշխատեք, ավելի շատ գումարներ վաստակեք։ Դե միգուցե բիզնես եք բացել, միգուցե դուք եք այստեղ զբաղվում որևիցե նակ օգոստոսը դա կարող է լինել հարսանեկան ամիսները, կարող եք հարսանիքներ վարել եւ այլն նմանատիպ գործեր անել կամ հասարակությունից ոչ գումարներ վաստակել, եթե այդպիսի հնարավորություն ունեք, եթե առևտրով եք զբաղվում կամ նմանատիպ ոչ բաներով, դուք կարող եք նաև այդտեղից գումար վաստակել շատ հանգիստ։ Սա նաև հասարակական կյանքն է, որ կարող է փայլի, կարող եք դուք ցույց տալ ձեր հասարակական կյանքը, թե մարդկանց ցույց տաք ձեր կյանքը, թե ինչպես եք ընդհանրապես դուք ապրում, ինչպես եք այս կամ այն գործերը անում, եւ ֆինանսապես ձեր վիճակը նաև կարող եք ցույց տալ։
ամենայն դեպս սա գումար վաստակել է եւ վատն էլ կարելի է այդպես ասել, որ ինչքան շատ եք աշխատում, այնքան ավելի շատ եք վատնում այստեղ գումար հասարակական կյանքի վրա, հա, եւ ձեր ցանկությունների վրա։ Ամենայն դեպս գումարը կգա, ոչ մի խնդիրներ այստեղ չունեք, կփայլեք ձեր հագուկապով, ձեր ամեն ինչով չեք նեղվի։ Ես այստեղ ամենայն դեպս գումարային նեղվածություն մի փոքր այստեղ եմ տեսնում, մի փոքր այստեղ, հա, ապրիլ-մայիս ամիսներին, դա կարելի ասել բոլորի մոտ էր այդպես։ Երևի թե 80%-ի մոտ արդեն նախավերջին նշանն է, մոտավորապես 80%-ի մոտ ես նկատեցի այդ խնդիրները, որ մարդը մի փոքր դժվարություններ կարող է ունենալ ֆինանսապես։ Տեսնենք սեպտեմբերը այստեղ պարտադիր պետք է պարտքերը մարել, որովհետև այստեղ նայեք թաքուն գործողություններ են սա կամ ձեր նկատմամբ կարող են անել, կամ դուք կարող անեք։ Ամենայն դեպս այստեղ ֆինանսական առումով պետք է ուշադիր լինել, որովհետև կարող ինչ-որ մի տեղ ներդնեք, վերցնեն փախնեն։ Կարող է պարտքերի հետևից ընկնեն, գան, ցանկանան վերցնել օրինակ պարտքերը, դուք ինքներդ պարտք անեք ինչ-որ մարդկանցից այդ ամիս։ Հնարավոր է նաև խաբեություն պետք է շատ ուշադիր լինեք եւ յուրաքանչյուր տեղեկատվություն, ինչ որ կստանաք գումարի հետ կապված, անպայման այն պետք է լավ ուսումնասիրեք։ Եվ այստեղ դուք կարող եք այդ ամսվա ընթացքում փոքր ոչ ներդրումներ անել, փոքր քանակությամբ գումարներ ստանալ նաև, նոր նախաձեռնություն եւ նոր ինչ-որ մի բան սկսեք, բայց նաև սա անզգուշություն է, դա է կարող ձեր անզգուշության պատճառով ձեզ փորձեն խաբել, համար ուշադիր եղեք։ Այդ ամիս նաև չմտածված գնումներ կարող եք անել, էմոցիոնալ ծախսեր, ինչ տեսնեք ցանկանաք ունենալ, եւ եթե ֆինանսների հետ կապված, գումարների հետ կապված ինչ-որ մի բաներ են, որոնք որ այդքան էլ տեղյակ չեք դրան, հա, ավելի լավ կլինի գնաք սովորելու։ Նաև ոմանց համար առաջին եկամուտը կարող է լինել այդ բիզնեսից, օրինակ կարող բիզնես եք հիմնում, կարող ընդհանրապես չունեիք մինչև այդ եւ հիմա բիզնես եք հիմնում։ Բիզնեսի մեկնարկ է սա, գումարը կառավարել, կարող սովորել ինչպես կառավարեք եւ նաև համարվում է ֆինանսական նորեկ, այսինքն նոր բաներ են ձեզ համար, դեռ պետք է ոնց որ հասկանաք ինչ պետք է անեք, ինչպես պետք է վաճառեք եւ այլն, բայց պետք է զգույշ լինեք, որովհետեւ որոշ հարցերում եթե մանկամտություն ցույց տաք, այդտեղ կանգնած են մարդիկ, ովքեր որ ձեզ կարող են հանգիստ խփել։ Համար պետք է ուշադիր լինել սեպտեմբեր ամսին։ Տեսնենք հոկտեմբերը։ Հոկտեմբերը ինչ որ մի բան է գնալու այստեղ ձեզանից, հնարավոր է նաև եկամուտը, հնարավոր է մեկ եկամուտը։ Դա մահվան քարտն է, հա, այսինքն ոչ թե մարդու, այլ ինչ որ մի բանը գնալու քարտն է, դա եւ ինչ որ գնա պետք է այսպես թե այնպես բաց թողնել, կամ ոչ է կին է դրա հեղինակը լինելու, կամ հետո պետք է դիմեք ոչ է կնոջ ինչ որ մի բանը վերականգնելու համար։ Սա ինչ որ մի բան գնալու է նորի տեղ բացելու համար։ Նոր եկամուտի, կարող աշխատանքից եք ազատվում, գնում եք մեկ այլ ավելի լավ աշխատանքի, գուցե այդ կինը ձեր տնօրենն է, մենեջերն է եւ ձեզ ասում է վերջ այս աշխատանքը չես անում, գնում ես արդեն մեկ այլ աշխատանք, որը եւս հա գումարային տարբերություն կա։ Մենք գուցե մեկ այլ բաներ է ավելացնում ձեզ, կամ ասում է այլևս դու նա չես անելու, վերջ։ Հա, դու հիմա արդեն զբաղվում ես այս գործով։ Եվ այդպեսով դե կամ կլավանա կամ ոչ ֆինանսական վիճակը այստեղ ես հստակ չեմ կարող ասել, որովհետև կախված է թե հետո ինչ եք անելու, որովհետև հա ինչ որ մի բանը միևնույն է գնալու է, կամ երկու եկամտի աղբյուր ունեք, մեկը գնալու է, կամ ինչ որ աշխատանքի ձևը կամ ինչով որ գումար եք աշխատում, այդ է փոխվելու։ Կամ այստեղ ամուսնանում եք, օրինակ թե տղա եք, ով ամուսնանում եք, այդ աղջիկն էլ է ոնց որ վերջանում է այն ձեր թրուցիկ ծախսերը, որոնք որ ծախսում եք ձեր անձնականի վրա, այդ ամիս կամ կարող է ձեր կինն է, ձեր քույրն է, ձեր մայրն է, իր մոտ է փոփոխություն տեղի ունենում, իր մոտ է օրինակ ավարտվում վեճաշրջան եւ արդեն դուք պետք է պահեք ամբողջ ընտանիքը կամ հակառակը։ Ձեզ մոտ է վերջանում, իրենք են ձեզ պահում։
իրենք են ձեզ աջակցում։ Ինչ որ մի բան է այստեղ գնում է, հա, դա գուցե խնդիրների վերացում է ֆինանսական, միգուցե ինչ որ բան է, ինչ որ մի բան գնալու է։ Այստեղ ես հստակ չեմ կարող ասել, քարտը հաջորդ կին է, ես չեմ կարող ինչ որ բաներ ասել։ Մեկ այլ քարտ էլ լիներ, գոնե կհասկանայի, թե ինչի համար է դա գնում, կամ կարող ցույց տար ինչ է գնում կամ ինչպես կարող է վերականգնվի եւ այլն, բայց կին է ընդամենը եւ կամ իր մոտ է, կամ ձեր մոտ է, կամ այդ կինն է հեղինակը, կամ այդ կինն է, գուցե ձեզ տանում ավելի լավ աշխատանքի, տանում ավելի լավ բաժին, որտեղ որ ձեր ֆինանսական վիճակը ավելի է լավանում։ Ֆինանսական շատ մեծ խնդիրներ այստեղ չեմ տեսնում, որովհետև եթե խնդիրներ լինեն, անմիջապես լուծվում է։ Միայն սա է, որ այստեղ էմոցիաներն են, այստեղ կարող է պայքարի պատճառով կորուստ է։ Ինչ որ մի բան իբր լավ ուզեք, վատ լինի։ Հա, իսկ սա կարող է վատ է, հետո լավանում է, այդպես կարող է լինել։ Սա ինչ որ մի բան գնալն է։ Դա եւս չեմ կարող ասել, դա լավ է մարդու համար, թե վատ։ Էլի եմ շեշտում։ Ունեք քարտը հետո մի քիչ ուրիշ լիներ։ Տեսնենք նոյեմբերը։ Չէ, այստեղ է կարծես թե մի փոքր վատ է սկզբում, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի։ Վախեր ունեք։ Դեռևս այստեղ վախերը շարունակվում են այստեղ։ Ինչ որ վախեր կան կորուստների հետ կապված, վախեր կան ինչ որ մի բան բաց թողնելու հետ կապված։ Վախերը բավականին շատ են ձեզ մոտ այդ ամսվա ընթացքում, բայց ինչպես որ ասում են, ձեր շրջապատը ձեզ կարող է աջակցել, որ իմաստուն լինեք, դուրս կգաք այդ ամեն մի խնդրից։ Մի փոքր ֆինանսական դժվարություններ կարող են լինել նոյեմբերին կամ եթե պարտքերը ուզեն, ոնց որ ֆինանսական վիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, չեք կարող վերահսկել ծախսերը, միգուցե շատ են ծախսեր, այստեղ պետք է տակեն տեղ չեք կարող հասկանալ, էլ ինչքան գումար կմնա ձեզ, էլ ինչպես կարող եք ծախսել, այդ վախերը, որ կարող է չձգեմ մինչև ամսվա վերջ, կարող է սա լինի, այդ նոյեմբերը մի տեսակ ավելի շատ է կամ եթե բիզնես ունեք, կարող է ինչ-որ վերջնահաշվարկ եք անում, հարկեր եք տալիս եւ այլն, եւ դա է որ դժվարությունները նաեւ տալիս ձեզ մտածմունքներ եւ շատ եք դուրս տալիս, շատ։ Մեկին պարտք եք տալիս, մեկին վարձ եք տալիս, մեկին վարկ, մեկին չգիտեմ ինչ որ բաներ են, որոնք որ ի վերջո չեք կարողանում հասկանալ ինչքան կմնա ամսվա վերջ։ Ոմանք նաև այդ ամիս կարող են անցնել թոշակի, կարող է դա է ձեր վախի պատճառը, նաև եթե բիզնեսում եք, ապա ինչքան էլ հա, այստեղ ծախսեր լինեն դուրս գամ եւ նույնն է ձեր բիզնեսի որակը կամ անունը չի ընկնի, եթե բիզնես ունեք։ Թեկուզ աշխատանքի վայրում, հա, դուք չեք ցույց տա, որ այսքան ծախսեր ունեք, խնդիրներ կան եւ այլն։ Դա նաեւ հեղինակություն է, կայունություն է, նաեւ пассив եկամուտ է, որը կարող է գալ, ինչքան էլ որ ծախսեք, միևնույն է, էլի ոնց որ կողքից կգա գումարներ։ Նաև այստեղ կարող է կամաց քիչ գումարներ դնեք մի կողմի վրա, դե այստեղ եւ ծախս է եւ մի կողմ դնել է նաև դա եւս կամ ծախսերը շատ են դուրս գալը, շատ է վերահսկողությունից դուրս է եկել, բայց դուք ներդրումներ եք անում եւ չեք հաշվարկում ձեր ծախսերը։ Այս կարող է ներդրումներ անեք, որը որ ձեզ համար ավելի երկարաժամկետ կլինի եւ ինչ որ մի հստակ գործի համար դա կարող է լինել։ Եվ այստեղ ինչպես որ ասում են, գումարը ձեզ համար է աշխատելու, այլ ոչ թե դուք եք գումարի համար աշխատելու։ Սա նաև կարող է պետական որևիցե մի պահեր են, պետական վճարներ են, որոնք որ պետք է մարդը տա, ուրիշ երկ չունի, բայց նաև ներդրումներ է անում, որ իրեն կամ սա օրինակ ոնց է թոշակներից են վերցնում, այստեղից են վերցնում, այնտեղից իբրև թե որ հետո ձեզ լավ թոշակ տան, միգուցե դա է։ Միգուցե ինչ որ բաներ են, որ չեք վճարել, հիմա պետք է ոնց որ ամբողջը վճարեք։ Եթե իմաստուն գտնվեք, ամեն ինչ կկարողանաք անել, որովհետև այստեղ նոր հնարավորություններ նաև ունեք դուք եւ կկարողանաք ամեն ինչ անել։ Պետք է պահպանեք դեկտեմբերի համար։ Հիանալի է դեկտեմբերը։ Հիանալի է, այնպես որ
Լավ կլինի, որ նոյեմբերին փակեք ամեն ինչ։ Թեկուզ եթե ձեզ թվում է, որ այդ ծախսերը շատ են, փակեք բրծեք։ Եթե ունեք կողքը դրած գումար, եթե այդ գումարով կկարողանաք ապրել, ապա լավ կլինի բոլոր խնդիրներից ազատվեք նոյեմբերին։ Եվ նորովի մտնեք դեկտեմբեր եւ հետո արդեն 2027 թվական։ Լավ կլինի։ Ոչինչ որ վերահսկողությունից դուրս է, բայց լավ կլինի, որ ուղղակի տակ վերջացնեք։ Այլևս ոչ ոքից կախման մեջ չլինեք, որովհետև այստեղ ձեզ շատ մեծ եկամուտ է սպասվում, ֆինանսական հաջողություն է սպասվում, առատություն, բարգավաճում, հարստություն, հարստության քարտն է, ճիշտ է, տուզը չի, բայց թագավորն է հարստության, գումարի թագավորն է։ Դա նշանակում է, որ մարդը իր դիրքում է, գումարը ձեռը, գումարից չի նեղվում, այնպես որ գիտեք, որ մարդիկ փակվում են պարտքերը, դա ոնց որ կարմայից ազատվում են, այդ կարմայից, այդ տեսակի, որ մարդը երբ որ պարտք է վերցնում, պարտք է անում, այդ ուսերին այդ բեռը կա եւ մինչեւ չի տալիս ինքը չի թեթևանում։ Իսկ երբ որ թեթևանում է, արդեն իր կյանքն է թեթևանում եւ թեթևը, ինչպես որ ասում են, վիբրացիաներ է գալիս իր կյանք եւ ինքը կարողանում է հանգիստ գումար վաստակել։ Նամար երբ որ դուք վարկ եք վերցրել, ովքեր որ վարկի տակ են, ուշադրություն դարձրեք դրան, որ դուք մշտապես դժվարությամբ եք աշխատում, հենց վարկը փակում եք, ոնց որ ասես մտ թեթևություն է գալիս ձեզ վրա, եւ զգում եք, որ ձեր ֆինանսական վիճակը լավացավ։ Եվ հետո ասում եք, ինչի՞ են ժամանակ sense չէր, որ ավելի հեշտ է բրծնեի։ Որտեվ դա է հենց այդ կարման վերցմակ ձեզ վրա։ Եվ այստեղ կծախսեք գումարը ձեր սիրելիների վրա, միգուցե ձեր սիրելի ապրանքների վրա, ձեր հաճույքների, ձեր այն ինչ որ կա, ինչ որ մարդ ուղղակի ուզում է ապրել, վայելել այս կյանքը, եւ գումարը կարող եք հանգիստ ծախսել դրա վրա։ Միգուցե նաեւ գնում եք արդեն 2027-ին նշում եք ուրիշ երկրում, մեկ այլ երկրում, գումարը կա, ֆինանսը կա, ոչ մի խնդիր չկա։ Նաեւ այստեղ կարող է ձեր երկրորդ կեսի մոտ գումարի հետ կապված շատ լավանա եւ դրանից էլ հենց բխի ձեր լավ լինելը ֆինանսական եւ դուք ամենից մահաճուձախ ինչ տեսնեք գնեք այն ինչ որ ձեր սրտով է չեմ կարող ասել 2027-ի հունվարի ինչպես կլինի երբ որ այդպես լավ ծախսեք բայց որ մեծ ֆինանսական եկամուտով շատ գումարներով կմտնեք 2027 թվական դա միանշանակ այստեղ ինձ թվում է շատ ճիշտ ներդրում եք անելու եւ պարտքից ազատվելուց դուք կարողանալու եք ամեն ինչ կարգավորել ձեզ մոտ։ Այնպես որ դժվարությունները կան, բայց դժվարությունները բոլորի համար են եւ պետք է կարողանալ այդ դժվարություններից դուրս գալ։ Հնարավորություններ ունեք դուրս գալու, այստեղ հնարավորությունները մի փոքր սահմանափակվում են դուրս գալու ուղղակի էմոցիաների եւ արագ անելու պատճառով է։ Եթե ամեն ինչը հանգիստ անեք, ամեն ինչն նորմալ կլինի այստեղ ձեզ մոտ։ Այնպես որ հիանալի եք փակում 2026 թվականը հիանալի է այստեղ այնքան եք ձեզ լավ զգալու այդ ֆինանսապես կայուն վիճակից, այդ հարստությունից, միգուցե ժառանգություն է, միգուցե շատ մեծ եկամուտ է, միգուցե ամանորին բավականին տեղ բոնուսներ եք ստանում, պարգևավճարներ եք ստանում, կախված է թե ինչ եք աշխատում։ Օրինակ այս տարի պարգևավճարը 3 միլիոն էր, դուք պատկերացրեք 3 միլիոնը բնականաբար հասնում է դրան եւ ձեր կարգավիճակը այդպես կարող է լինել։ Ինչ իմանաք 2026-ի ավարտին ինչ եք աշխատելու եւ ինչ պարգևավճարներ կստանաք։ Միգուցե 13-րդ աշխատավարձը եւ դա շատ մեծ թիվ կարող է լինել, դա էլ չեք կարող ասել։ Կախված է ձեր տնօրենից, թե որտեղ եք դուք աշխատում, կախված է ձեր պետից, թե որտեղ եք եւս դուք աշխատում, այնպես որ ամեն ինչ իրենցից է կախված։ Դե ձեզ մաղթում եմ ամենալավագույն 2026 թվականը ֆինանսապես հաջողակ լինեք, յուրաքանչյուր խոչընդոտներ կարողանաք հաղթահարել եւ մնալ ձեր դիրքում, պետք չի գրպանը դատարկել մինչեւ գրպանը անցք լինի։ Միշտ պետք է գրպանում գումար լինի եւ եթե գրպանում է չէ, ապա ինչ որ միտեղ պետք է մշտապես գումար լինի, երբ որ մարդը նեղությունների մեջ է լինում, կարողանա այն օգտագործել, մինչև կարգավորվի իր իրավիճակը։ Այսքանը սիրելիներս, ձեզ ամենալավագույն 2026 թվականն եմ մաղթում, ֆինանսապես բարգավաճում, հաջողություններ եւ շատ գումար, որպեսզի ապրեք այնպես, ինչպես որ ձեր սիրտն է ուզում։ Այսքանը լավ եղեք։